Շարլի Էբդո ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի դեմ իրականացված ահաբեկչությունը Ամերիկայի հրեաներին ստիպում է մտահոգվել Եվրոպայում հակահրեականության փաստով։ Այն նաև ընդգծում է ազատ խոսքի սահմանների մասին ամերիկացիների տարաբնույթ կարծիքները։ Իրականացված սպանդից հետո, որի արդյունքում զոհվել էր նաև մահմեդական մի ոստիկան, Եվրոպայում մեծաթիվ մահմեդականներ պահանջում են, որ այսուհետ արգելվի Մուհամմեդ Մարգարեին պատկերել ծաղրանկարներով։ Սակայն ընդդեմ վարկաբեկման միություն հրեական կազմակերպությունից Դեյվիդ Ֆրիդմանի խոսքերով իրենք չեն պահանջում, որ ինչպես Ֆրանսիան է ընդունել, ընդունվի հակահրեականությունն արգելող օրենք։ Կարծում ենք, ասում է նա, որ ազատ արտահայտման իրավունքը հարստացնում է հասարակությունը, եթե նույնիսկ այն ինչ որտեղ լինում է տգեղ։ Շարունակելով միտքը նա ավելացնում է, սակայն, որ չնայած մարդիկ ունեն նաև մահմեդականներին վիրավորելու իրավունք, չի նշանակում, որ նրանք դա պարտավոր են անել։ Այսօրվա աշխարհում, որտեղ չափազանց մեծացել է ժողովուրդների զգայունակությունը, հարկավոր չէ աղլացնել նրանց վերքերի վրա, ասում է նա։ Մահմեդական հասարակական հարցերով խորհրդի անդամ Հարիս Թարինը նշում է, որ չնայած ԱՄՆ-ում չկան այլ թերթերից նման ծաղրանկարներ արտատպելն արգելող օրենքներ, Ամերիկայում չեն արտատպում եվրոպական թերթերում տպագրված ծաղրանկարներ, քանի որ գիտեն, որ դրանք կարող են լինել վիրավորական այլոց համար։ Նա չի կարծում, որ հարկավոր է ընդունել իսլամը վիրավորողներին պատժելու մասին օրենքներ եւ բերում է Պակիստանի, Ինդոնեզիայի եւ Եգիպտոսի օրինակները, որտեղ գործում են նման օրենքներ, որոնք ի վերջո մի օր օգտագործվում են քաղաքական նպատակների համար։ Այդ օրենքները, ասում է նա, մի օր կիրառվում են ընդդեմ ազգային փոքրամասնությունների, ընդդեմ նրանց, ովքեր չունեն իշխանության լծակներ։ Այսօր, երբ աշխարհը դեռ սգում է ատելության հողի վրա սպանված անձանց համար, երբ ատելության սպառնալիքը սավառնում է ամենուր, օվկիանոսի երկու կողմերում պիտի տարածվի նաև այն մտածելակերպը, ասում են վերլուծաբանները, որ հավատքն ու խոսքի ազատությունը երբեք չպիտի փորձեն բացառել մեկը մյուսին։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։